Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահական Ուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ ու շնորհակալ։ Այսօր ես պատրաստում եմ մի շատ համեղ ու հեշտ պատրաստվող աղցան, որի պատրաստման եղանակով նաև ուզեցի կիսվել ձեր հետ։ Սիրով ներկայացնում եմ այս աղցանի պատրաստման եղանակը։ Ահա այն պարզ և մատչելի մթերքները, որոնք պետք են այս աղցանը պատրաստելու համար։ Վերցրել եմ 3 ձու պինդ խաշած, մի կտոր պանիր, ցանկալի է ոչ աղի, 2 ճաշի գդալ թթվասեր, սև պղպեղ և մի փոքր խմելի սունելի։ Ինչպես գիտեք, ես սիրում եմ աղացած համեմից սերմ ավելացնել սունելիի հետ։ Վերցրել եմ մի քանի սամիթի ճյուղիկ և 2 պաճ սխտոր։ Ահա այն ամենը, ինչ որ մեզ պետք է։ Սկզբի համար պատրաստում եմ թթվասերով թանձրուկը։ Ինչ եմ անում, կտրատում եմ սամիթը, ավելացնում եմ թթվասերի վրա, որից հետո ավելացնում եմ ճզմած սխտորը, կարող եք կտրատել ինչպես հարմար եք գտնում, սամիթը կարող եք փոխարինել համեմով, տեսեք որ կանաչիի համն է ձեզ ավելի շատ դուր գալիս, սա կախված է մեր քիմքի զգացողությունից։ Այժմ սկսում ենք աղցանը հավաքել։ 2 կես եմ անում հավկիթները, ձվերը, որովհետև առանձին պիտի սրանք մատուցվի։ Առանձնացնում եմ դեղնուցը սպիտակուցից։ Սպիտակուցը անց եմ կացնում քերիչի խոշոր ատամիկներով, 6 մասերն էլ պիտի անցկացնենք քերիչով։ Ահա այսպիսի մանր փաթիլներով զանգված ստացանք։ Սա նույնպես կտեղափոխենք մի առանձին ափսեի մեջ։ Քերած սպիտակուցների վրա պիտի ավելացնեմ թթվասերի թանձրուկը, համեմված կանաչիներով և սխտորով։ Մի փոքր աղ եմ ավելացնում, աղը քիչ եմ ավելացնում, որովհետև ինչքան էլ պանիրը անալի է, ամեն դեպքում իր մեջ աղիություն կպարունակի, դրա համար փորձում ենք զգույշ լինել։ Ինչպես ասում են, անալի է ճար կա, աղի է ճար չկա։ Այս ոսկե կանոնը չենք մոռանում։ Եվ այսպես պանիրը նույնպես անց եմ կացնում քերիչով, ավելի մանր անցքերով եմ անցկացնում և վերջապես հերթը հասավ դեղնուցին։ Դեղնուցը ևս խոշոր մասով եմ անցկացնում, որպեսզի փաթիլները խոշոր լինեն, ճզմված տեսք չունենան։ Իսկ թե ինչպիսի տեսք կունենան, այժմ կտեսնենք ամբողջը քերիչով անցկացնելուց հետո։ Ահա տեսեք, գեղեցիկ փաթիլներ ունեցանք։ Եվ այսպես մեզ արդեն մնում է հավաքել աղցանը։ Ամենակարևոր մասը, ամենահամեղ, ամենահիմնական մասը դնում ենք ներքևի հատվածում, ափսեի մեջ, գեղեցիկ ձևավորում ենք, ձևավորումն արդեն դուք ինքներդ կարող եք անել։ Սպիտակուցի վրա ավելացնում եմ պանիրը, հավասարեցնում եմ մի փոքր սեղմելով, շատ քիչ, որից հետո արդեն ավելացնում եմ դեղնուցը, ամբողջ այս աղցանը պիտի պատենք դեղնուցով։ Եթե սովորական ափսեի մեջ փորձեք ձևավորել այսպես, շատ գեղեցիկ տեսք կունենա ձեր աղցանը, բայց քանի որ ձուն երբեք շատ չի լինում, և եթե ճաշի կամ նախաճաշի ժամ է, վստահ եմ ընտանիքի բոլոր անդամները գոնե մեկական ձու կարող են ուտել։ Եվ որպեսզի չզրկենք այդ հաճույքից և ձու ուտելու հնարավորությունը լիակատար տրամադրենք բոլորին, ես առաջարկում եմ ձևավորել կես արած ձվերով։ Սա պարտադիր պայման չէ, ուղղակի սա ես ձևավորելու համար
Որոշեցի այսպես վարվել: Դուք կարող եք ձևավորել ինչպես ուզում եք և մի մոռացեք մեր հիմնական բաղադրիչը 3 ձուն է: Մնացածը որպես լրացում ես օգտագործեցի գեղեցկության և իհարկե ամբողջ ընտանիքին կերակրելու համար: Ահա արդեն վայելելու ժամն է: Ցույց ենք տալիս թե ինչպես ենք մատուցում այս աղցանը, որից հետո արդեն ընտանիքս կնստի ճաշի: Ահա այսպիսի գեղեցիկ տեսք ունեցավ մեր աղցանը: Մատուցելու ժամանակ էլ իր գեղեցկությունը պահպանում է և ասեմ շատ համեղ է և մեծերին է դուր գալիս և փոքրերին: Դուք այստեղ միայն սխտորի քանակը պիտի չափավորեք, որովհետև եթե տանը երեխաներ կան պարզ է սխտոր շատ չենք օգտագործում: Դե ինչ սիրելիներս, ես ավարտեցի իմ աշխատանքը: Ցույց տվեցի ինչպես կարելի է արագ և գեղեցիկ և համեղ աղցան պատրաստել, իսկ մնացածը արդեն դուք ինքներդ կարող եք ձևավորել, ձևափոխել ինչպես ձեզ հարմար է: Եվ քանի որ մոտենում է ամենամեծ տոնը Զատիկը, մենք կարող ենք նաև Զատկի սեղանը ձևավորել այսպիսի գեղեցիկ աղցանով, որը կարծում եմ բոլորին դուր կգա: Դե ինչ, ցտեսություն: